Բարի օր, սիրելի հետևորդներ։ Իմ կանաչ դրախտը հաղորդման հերթական թողարկումն է եւ այսօր ես կխոսեմ եւս մի խոտաբույսի հետ, որը եւ իրենից ներկայացնում է գեղեցիկ ծաղիկ եւ թեյախոտ եւ նաեւ օգտագործվում է տարբեր նպատակներով բժշկության մեջ հատկապես։ Դա երիցուկ դեղատնայինն է, այսինքն ապսեչնայա ռամաշկա, ինչպես ընդունված է ասել։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ ընդհանրապես Հայաստանում եւ ընդհանրապես Անդրկովկասում դեղատնային երիսուկ չի աճում։ Հայաստան, Վրաստան հիմնականում տարածված է սովորական երիցուկը կամ երիցուկան հոտը եւ անթեմ գարշահոտը։ Անթեմ գարշահոտը սովորաբար գտնվում է ճանապարհների եզրերի վրա եւ բավականին թունավոր է, որպեսզի պատկերացնեք անթեմ գարշահոտի վտանգը, որը մենք օգտագործում ենք որպես դեղաբույս, եթե նույնիսկ գարնանը հորթը, որը դուրս է եկել արածելու, ընդամենը մի բույս օգտագործի, ապա ինքը կմահանա։ Պատկերացրեք մարդկանց վիճակը եւ խնդիրն այն է, որ այսօր շատերը հավաքում են եւ որպես երիցուկ վաճառում։ Երկրորդ տեսակը դա երիցուկ անհոտն է, որը ավելի ճյուղավորությունը թույլ է եւ տերևները շատ մանր են եւ հեռու եւ գլխիկները նույնիսկ փոքր։ Դա երիցուկ անհոտն է, թեկուզ դա թունավոր չէ, բայց ինքը բուժիչ հատկություններ գրեթե չունի, այսինքն շատ թույլ են արտահայտված։ Իսկ դեղատնային երիցուկը հիմնականում բերում են սերմերը դրսից։ Այն շատ տարածված է, ասենք Ռուսաստանի, Կրասնոդարի, Ստավրապոլի երկրամասերում եւ մենք այնտեղից սերմ ենք պատվիրել եւ ահա ունենք այս տնկինները։ Տեսեք, իրականում սա դեղատնային երիցուկն է, որը շատ կարևոր է, որ ամեն մի մարդ իր կանաչ դեղատանը կամ իրեն այգում ունենա այս բույսերից։ Ինչ ենք անում, տեսեք, հանում ենք, առանձնացնում ենք, եթե սածիլներ ենք վերցնում սածիլներ, եթե սերմեր, ապա այդ սերմերը հաջորդ տարին, այսինքն կառաջացնեն վարդակ, բերում ենք եւ ամեն մեկը 15-20 սանտիմետր հեռավորության վրա տնկում ենք, տեսեք։ Իմացեք, որ այս ծաղիկը, որը որ դուք արդեն կօգտագործեք հետագայում, այսինքն կհավաքեք նրա ծաղիկները եւ օգտագործեք որպես թեյախոտ կամ որպես, տեսեք, այս ինչի համար մենք ընդհանրապես սերմով ենք ցանվել, բայց սերմով ցանքի դեպքում անպայման պիտի հանեք, հեռացնեք, սածիլեք, որպեսզի որակը շատ լավ լինի։ Հիմա տեսեք, նույն ձևի, ինչպես մնացած կանաչինները, սածիլում ենք, իրեր, ասենք, հողը բուկլից ենք անում եւ հետո կոռոքենք։ Միայն մի բան զգուշացնեմ, երբ է պիտանի նրանց ծաղիկները օգտագործման։ Սովորաբար, երբ որ ծաղիկների 25%-ը արդեն սկսում է ծաղկել, դուք կարող եք աստիճանաբար բերքահավաք կատարել։ Երիցուկի ծաղիկները սովորաբար սկսում են ամռանը արդեն առատ ծաղկել եւ մինչեւ խորաշուն իրենց վրա ծաղիկներ են լինում։ Եթե դուք սերմեր եք ցանկանում վերցնել, ապա հիշեք, որ որոշ ծաղիկներ պետք չէ ամբողջ բույսերը թողել սերմի, ընդամենը մի քանի բույս կարող եք թողել ամբողջությամբ սերմի տակ եւ միայն կատարել դրանց բերքահավաքը, երբ որ արդեն բավականին իրենք չորացել են եւ օգոստոս ամսին։ Երբ որ մենք սերմերը սկսում ենք վերցնել, դա միայն երիցուկին չի վերաբերվում, ընդհանրապես, երբ որ մենք սերմերը ցանկացած բույսի վերցնում ենք աշնանը, երբ արդեն եղանակները խոնավ են, օդի հարաբերական խոնավությունը բարձր, հետևաբար մենք առողջ սերմ, որակյալ սերմ չենք կարող ունենալ։ Ուստի աշխատեք այն սերմերը, այն բույսերը, որոնք որ նախատեսել եք սերմարտադրության համար, հնարավորինս քիչ ջրել եւ բերքահավաք սերմերի կատարել տաք եղանակին, հատկապես օգոստոս ամսին մինչև սեպտեմբերի կեսերը։ Երևի այսքանը երիցուկի մասին, դա սա կարող է նաև շատ մեծ շուկա լինել ձեզ համար, բացի այն, որ ինքը գեղեցիկ է, դեկորատիվ է, այսօր ես գիտեմ որոշ դեղագործական կազմակերպություններ նաև մթերում են դեղատնային երիցուկը։ Երիցուկի ծաղիկները մի թերություն ունեն, ընդամենը չորացված ծաղիկները, նրանց պիտանելիության ժամկետը ընդամենը 1 տարի է։ Օրինակ, եթե անանուխը, ռոզմարինը, ուրցը 2-ից 3 տարի է, ապա երիցուկինը ընդամենը 1 տարի։ Այսքանով ավարտում եմ այս փոքրիկ հաղորդումը երիցուկի մասին
եւ խնդրում, որ հետևեք իմ էջին, գրեք ձեր հարցերը եւ ձեր խոսքերը ուղղված մեր հաղորդաշարին բավականին ողջևորում է մեզ, այնպես որ միշտ սպասում ենք ձեր հարցերին եւ հույսով եմ մի օր անպայման ձեզ կհանդիպենք մեր կանաչ դրախտում։